Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամը, որի գործունեությունը նվիրված է հայ ժողովրդական արհեստների և մշակույթի պահպանմանը, այս տարի նշում է իր 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում հիմնադրամը շատ կարևոր գործունեություն է իրականացրել, կրթել է հազարավոր երիտասարդների ու մեծահասակների, նրանց փոխանցելով արհեստների լավագույն ավանդույթները։ Մեր հյուրերի հետ առավել մանրամասն կզրուցենք այս ամենի մասին։ Տաղավարում են ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի մշակութային ծրագրի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանը և Մարիամ Աղանյանը։ Մարիամ Աղանյանը, այո, հիմնադրամի ծրագրերի համակարգող։ Բարի առավոտ, շնորհակալություն, այո, հյուրընկալվելու համար։ Կխնդրեմ ավելի մանրամասն ձեր գործունեության և նպատակների մասին։ Խոսեք, մենք իհարկե քաջատեղյակ ենք ձեր գործունեության մասին և շատ ողջունում ենք, շատ գնահատում ենք այն աշխատանքները, որ տանում եք, բայց կխնդրեմ մեր հեռուստադիտողների համար էլ ավելի մանրամասն, այո, պատմել, խոսել ձեր նպատակների և գործունեության մասին։ Շատ բարի, նշեմ, որ ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամը հիմնադրվել է 2014 թվականին։ Մեր հիմնադիրը ազգությամբ հայ, բայց Լիբանանից և ավելի քան 50 տարի բնակվելով Միացյալ Նահանգներում Լևոն Դեր-Բեդրոսյանը շատ մեծ սեր է ունեցել գորգերի, գործվածքի և ընդհանրապես ժողովրդական արհեստների հանդեպ և իր գլխավոր նպատակն է եղել հայրենիքում ստեղծել մի մշակութային կենտրոն, որտեղ հայ մանուկները կկարողանան կրթվել և վերհիշել, վերածնել ազգային ավանդույթներն ու ժողովրդական արհեստները։ Եվ այդպիսով այդ նպատակին էլ ծառայում է հենց մեր հիմնադրամը 2014 թվականից։ Շատ լավ, որ արհեստներին եք անդրադառնում ընդհանրապես, ինչեր եք ուսուցանում այն մասնակիցներին, այն սովորողներին, ովքեր որ ձեզ հետ միասին ուսումնասիրում են տարբեր ազգային և մշակութային արհեստներ։ Մեր թիրախը հիմնականում հայկական ավանդական գործվածքն է, գործվածքի տարբեր ճյուղերը, դա կլինի գորգագործություն, կարպետագործություն, շուլալ կարպետ, սումախ կարպետ, մեզար, ավանդական բարձր հայքի տարազախմբի մաս կազմող գոտեգործության տեխնիկան, այսինքն գործվածքի և ասեղնագործության տարբեր տեսակներ։ Ես իդեպ հիշեցի, որ կարծեմ վերջերս էր ուղղակի անդրադարձ կատարվել, որ դուք առաջին անգամ կրկնօրինակել եք, կարծես հայկական պատմական եռախորան գորգը, այնքան գեղեցիկ էր չես պատկերացնի ու շատ կարևոր է, որ դուք չեք դադարում դա անել և նույնիսկ ուսուցանում եք և շարունակում այդ գործը։ Շատ գեղեցիկ էր։ Ես մի փոքր կուզեի ավելացնել եռախորան գորգից բացի առաջինն ենք նաև եղել, եթե չեմ սխալվում, մետաքսե գորգերը վերականգնելու գործում, որովհետև ցավոք սրտի ավելի արևմտյան Հայաստանում էր մնացել մետաքսյա գորգերի ավանդույթը, արևելյան Հայաստանում կամ մեր այս Հայաստանում իհարկե մոռացության էր կարելի ասել մատնվել ու դա էլ փորձել ենք վերականգնել, կարող եք ամենալ տեսնել ինչ գեղեցկություններ են իրականում։ Անպայման իհարկե, անպայման կայցելենք, այս շատ կարևոր բան ասացիք դուք, սովորաբար մենք տարված այլ մասնագիտություններով, եռոձեռով, այո, այս դարում որոշ չափով երկրորդական պլան է մղվում այս ամենը, ազգայինը, այո, դրա տիրապետումը ամենակարևորը, այ դուք ինչ եք անում, որպեսզի միշտ շարունակական լինի, միշտ այո արժեքը պահպանվի և կարևորը մնայուն լինի նաև, այլ ոչ թե ուղղակի որպես պատմական փաստ։ Դե ամենաառաջնայինը դա երեխաներին թիրախավորելն է, այսպես ասեմ, քանի որ կրթամշակութային մեր հիմնադրամում առաջնայինն է երեխաներին փոխանցել արհեստը։ Երբ որ երեխան մտնում է մեզ մոտ և սկսում է զբաղվել, հետաքրքրվել գորգագործությամբ կամ կարպետագործությամբ, հավատացնում եմ, դա երբեք իր մեջից այլևս չի գնում։ Եթե մենք վստահ ենք, որ բոլոր իրենք գորգագործներ չեն դառնալու, բոլորը դիզայներներ չեն դառնալու, բայց միևնույնն է, այդ արհեստի հետ շփումը, գույների, նախշերի, ավանդական գորգերի շրջապատում աշխատելը շաբաթական 1 օր, գրեթե 1 տարի, միջավայրը արդեն շատ կարևոր տարեր է նաև սերմանում արդեն իսկ այդ տարիքից, իսկ սիրով են գալիս երեխաները, սիրով են կատարում աշխատանքները։ Այնքան սիրով, որ մի աշխատանք դա երևի ամենակարևորներից մեկն է։ Ենք ունենում, որ սկսում են գորգից, հետո չեն ուզում, երբ որ ավարտում են արդեն այդ մի տարվա դասընթացները ու գորգը պատրաստ է լինում, արդեն կարող են
մոռանալ, գալիս են ծնողների հետ, կլինի մեկ ուրիշ տեխնիկա էլ սովորենք, հենց հիմա ունենք խումբ, որը արդեն երկրորդ տարին կարպետի տեխնիկա է սովորում։ Ես մինչ այստեղ ընդունվել եմ, միշտ թվացել է, որ այս դարում ոնց որ դուք ասացիք, այս տեխնիկայի, գադջետների եւ այլն։ Եվ այլ հետաքրքրությունների մեջ։ Այո, իհարկե։ Որոնք գայթակղիչ են, շատ ավելի հետաքրքրությունը, բայց պատկերացրեք նույնիսկ փոքրերը էլ ավելի հետաքրքրված են, քան մեծերը։ Ամեն դեպքում այս գույները, մեր ավանդույթները ու նաև իրենց ձեռքով ինչ-որ բան արդյունք ստանալը շատ ոգևորիչ է իրենց համար։ Եվ ընդհանրապես ապացուցված է, որ ձեռագործը յուրաքանչյուր ժամանակ մտահորիզոնը եւ ճկունությունը մտքի եւ իհարկե նաեւ մկանային միշտ զարգացնում եւ այն թարմ է պահում, որովհետեւ մենք կարող ենք օգտվել այս գադջետներից, բայց չկենտրոնացնել մեր եւ չաշխատեցնել մեր մտային ճկունությունը այս դեպքում։ Ինձ հետաքրքիր է 10 տարին լրացավ արդեն ձեր հիմնադրամի եւ գործունեության, ինչպես դուք կգնահատեք եւ ինչով կհպարտանաք 10 տարի անց։ Երևի թե մեր գլխավոր գրավականը մեր աշակերտների բանակն է, նշեմ, որ մենք խոսում ենք անդադ երեխաների կրթությունից Երևանում, մեր տարածքում, բայց մենք ունենք ծրագիր մարզային, Տորքի որդեգրումը։ Մեր հաջորդ հարցն է։ Այո, այսինքն մարզերում ավելի քան շուրջ 2500 աշակերտ, այստեղ ունեցած ավելի քան 1500-ից 2000 մեծահասակներ եւ փոքրեր։ 2000 ամբողջ մարզերի երեխաները գումարած, թե։ Այո։ Այսինքն այս Եվ բավականին մեծ ցուցանիշ է հաշվի առնելով, որ այո, եւ կարևոր մեր գրավականը ոչ միայն ունեցած աշակերտների քանակն է, այլ այն, որ մեր աշակերտները շարունակում են այդ ավանդույթները եւ իրենք են դառնում դասավանդող եւ մեզանից հետո այդ գիծը շարունակում։ Դե կարծում եմ 10 տարիները փաստում են հենց դրա մասին։ Նաեւ ուզում եմ հարցնել, թե արդյոք ինչ սկզբունքով եք ընտրում անվճար հիմունքներով սովորող ուսանողներին։ Որովհետեւ կա նաեւ վճարով։ Այո, որովհետեւ կա անվճար եւ վճարովի, չէ՞, ճիշտ հասկացա։ Այո, հիմնականում մեծահասակների համար վճարովի է, դա միայն նյութածախսն է, այսպես ասեմ, որը ապահովում է երեխաների համար անվճար դասընթացները, ուսանողների համար բոլոր այն ուսանողները, որոնք հետաքրքրված են, մենք նշեմ, որ նաև ունենք գրադարան, որը բաց է բոլորի համար 24 ժամ, շատ լավ մշակութային արվեստին վերաբերող գրքերի հավաքածու ունենք, այն նույնպես բաց է եւ մաքսիմալ աջակցում ենք այն ուսանողներին, ովքեր հետաքրքրված են հայկական ավանդական գործվածքի տեսակներով եւ ցանկանում են իրենց ուսումնասիրությունները այս ուղղությամբ շարունակել, իրենց համար կազմակերպվում են նաեւ անվճար դասընթացներ եւ վերապատրաստումներ։ Իսկ հետաքրքիր է աշխատանքի մասով որպես այդպեսին հետամուտ լինում եք ուսանողներին, թե ոչ, կամ օրինակ ցուցահանդեսներ, որպես այդպեսին կազմակերպել, տարբեր կոնֆերանսներ, որոնք որ պատմում են օրինակ ավանդույթների մասին, ձեռագործության մասին, որոնք եկել են հնուց եւ օրինակ դուք նշեցիք, որ մետաքսը մնացել էր Արևմտյան Հայաստանում եւ դրա տեխնիկան արդեն իսկ կիրառվում է մեզ մոտ մեր օրերում։ Մենք բարբերաբար կազմակերպում ենք հայագիտական դասախոսություններ, որի մուտքը միշտ բաց է եղել եւ լինելու, տարբեր թեմատիկաներով, ոչ միայն գործվածքի վերաբերյալ, այլ հայագիտության վերաբերյալ ամեն ինչի մասին։ Իսկ դա միայն Երևանում, թե նաեւ մարզերում է կազմակերպվում։ Երևանում կազմակերպվում է բանախոսներով դասախոսություններ, իսկ մարզերում, երբ որ մենք գնում ենք արդեն դասերը սկսելու, միշտ նախորոք լինում է տեսական մաս, այսինքն միայն չենք սովորեցնում զուտ հանգույց կապել, գործել։ Նաև ներկայացնում ենք մեր գործվածքի պատմությունը, պատմական ակնարկ է լինում եւ մեր ավանդական զարդանախշերին ծանոթացում, որից հետո նոր արդեն իրենց դիզայնն են անում, այսինքն ծանոթանում են այդ ամենին։ Արդյոք բոլոր մարզերն են ներառված ծրագրում, թե կան մարզեր, որոնք որ այս պահին դուրս են եւ երեխաները չեն կարողանում ուսարել ձեզ մոտ։ Բոլոր մարզերը ներառված են այս պահին, բայց իհարկե բոլոր մարզերը ունեն շատ ու շատ ավելի համայնքներ, քան մենք արդեն հասել ենք եւ իրականում կհրավիրեմ բոլոր համայնքների գեղարվեստի մշակույթի տներին, ովքեր կցանկանան համագործակցել, կարող են ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամ փնտրել մեզ, գտնել, կապ հաստատել մեզ հետ եւ շարունակենք արդեն սիրով մենք բաց ենք բոլորի առջեւ եւ սիրով բոլորին հասցնում ենք եւ կգնանք նաեւ իրենց համայնքներ։ Իսկապես շատ ազգանվեր, ազգապահպան կարևոր է։ Հետաքրքիր է նաեւ այս հանգամանքը արդյոք երեխաները վերջնաարդյունքի ժամանակ ինչ որ փուլ է, չէ՞ տևում ուսումնառության ընթացքը, այո, նախ ինչքան է տևում։
Երեխաների համար դա տևում է գրեթե 1 տարի, 9 ամիս, յուրաքանչյուր շաբաթ օրերին է անցկացվում դասընթացը, իսկ մեծահասակների համար, քանի որ մեծերը շատ ավելի ճկուն են գրաֆիկային առումով ավելի արագ են, հստակ կա 12 պարապմունքի սահմանում, 2 ժամ տևողությամբ եւ իհարկե ինքնուրույն տնային հանձնարարություններ են տրվում։ Հասկանալի է։ Իսկ վերջնարդյունքի ժամանակ ինչ որ ցուցահանդեսներ, ցուցադրումներ, այդպիսի բաներ կազմակերպվում է թե ոչ, որովհետեւ երբեմն տեսեք ես դա շատ պատահաբար էի գորգի մասին տեղեկացել, ինձ շատ հետաքրքիր է լինի ցուցադրություն կամ գուցե վաճառք կամ չգիտեմ, երկրի սահմաններից դուրս, ինչու ոչ, այդպիսի պլաններ արդյոք կան։ Նշեմ, որ բոլոր մեր աշակերտների աշխատանքները կտրվում են ավանդական գորգի կտրման արարողություն ասված տարբերակով, ծիսական արարողություն է եղել, դա նման է եղել երեխայի ծնունդի։ Գորգի ուսելը հավասար է եղել երեխա ստեղծելուն, այսպես ասեմ։ Այո, կինը ճիշտ այնպես։ Ես հիշեցի Պոսեյդոնի կնոջ այդ գործած միանգամից, Ոդիսևսի ներողություն, Ոդիսևսի կնոջ։ Նույն ծիսական մտորումները եղել են մեզ մոտ, մեզանում եւ երբ աղջիկը կինը նստում է տորքի առաջ եւ հյուսում է իր գորգը, դա այնքան երկար գործընթաց է եւ յուրաքանչյուր անգամ երբ որ դու ձեռքով հանգույց ես կապում, մեր նախնիները հավատում էին, որ դու քո հույզերը, մտքերը, քո կեսը կապում ես այդ գործվածքին։ Ճիշտ նույն բանը կատարվում է մինչ օրս, առանց գիտակցելու մենք մեր մտքերով կիսվում ենք այդ աշխատանքի հետ եւ դրա համար մոտ է եղել, ճիշտ այնպես ինչպես մեր մայրերն են մեզ կրել իրենց ներսում, ինչ կերել են իրենք, մենք ենք սնվել, ինչ տեսել են, մենք ենք տեսել, ճիշտ նույն ձևով գորգի դեպքում է եւ դրա համար գորգի կտրելը հավասար է եղել երեխայի ծնունդին։ Եվ նույն ներկայացրիք, շատ գեղեցիկ։ Ներեցեք ընդհատեցի, վերադառնալով ձեր հարցին կուզեի նաեւ անպայման շեշտել, որ տորքի ворթեգրում ծրագրի պարագայում, որ համայնքներում է անցկացվում, իրենց հետ միշտ ամեն տարի մենք ունենում ենք ցուցահանդեսներ, իրենք ներկայացնում են նոր տեխնիկաներ, նոր գործեր, որպեսզի նաև ու ստանում են մրցանակներ արդեն տարբեր անվանակարգերում, որպեսզի ավելի ոգևորենք իրենց համայնքներին չդադարեն ավելը սովորել ու չդադարեն ավելը արարել։ Ինձ հետաքրքիր է 10 տարի գործունեությունը շարունակվում է, ձեր առջև ինչ նոր եւ տարին նոր է սկսվել, թեպետ արդեն 3-րդ ամիսն ենք գլորում, սկսել ենք։ Տեսնենք ինչ կլինի։ 3-րդ ամիս արդեն։ Ինչ նոր տեսլականներ, նոր ծրագրեր եք դրել ձեր առջև եւ ինչ ուղղություններով եք ուզում այդ ծրագրերը տանել։ Իհարկե հայապահպան, մշակութապահպան։ Մեր նույն ծրագրերը շարունակվելու են եւ անվճար գորգագործության դասընթացների երեխաների համար եւ տորքի ворթեգրման ծրագրերի հայտերը շարունակում ենք ընդունել։ Մենք միշտ ամառային արձակուրդներն ենք օգտագործում համայնքային ծրագրեր իրականացնելու համար, բայց երևի թե մեր 10 տարվա աշխատանքի ամփոփումը ձեր ձեռքում գտնվող գիրքն է, որը ստեղծվեց հենց այն մտքից, որ մեզ մոտ աշակերտները, դա կլինեին երեխաներ թե մեծեր, ստեղծում են իրենց գորգը զրոյից, այսինքն դա վերաբերվում էր նաեւ դիզայնին։ Նախշերին ծանոթանալուց հետո յուրաքանչյուրը ինքն էր ստեղծում իր գորգը եւ հասկացանք, որ շատերին հետաքրքրում է գորգի զարդանախշերի նշանակությունը, հստակ տեսակներ, որոնք հայկական են, բայց դրանց մասին առանձին կարելի է ասել ավելի հասանելի լեզվով գրականություն չկա կամ շատ քիչ է։ Դրա համար նաև հասկանալով, որ երեխաները շատ են սիրում ներկել, գունավորել իրենց գորգերը։ Այո, այստեղ կա նաև հա, փաստորեն էսքիզներ, այո։ Այստեղից ծնվեց գաղափարը ստեղծել այս գիրքը ներկիր ինքնի տարբերակով, որը միայն ներկիր ինքնի չէ, յուրաքանչյուր գորգի մասին ներկայացված է տեսական մաս, ներքևում կտեսնեք դուք QR կոդեր, որոնցով կարող եք ել ավելի տեղեկանալ տվյալ զարդանախշի կամ գորգի մասին։ Խնդրեմ, այսպես ձեռներքը թերթելիս կարող եք հասկանալ, թե պատմությունները, գրվածքը եւ իհարկե ներկիրինքդ բաժինները եւ ես կուզեմ նաեւ ցուցադրել հենց իրեն գորգին, որը որ գեղեցիկ գունային լուծումների եւ բազմապիսի։ Շնորհակալություն ձեր կատարած մեծ գործունեության համար, սա իսկապես առաքելություն է, որը պահպանում է, ընդգծում է, պատմում է հայի մասին, մեր արմատներից մինչև օրս եւ շատ հրաշալի է, որ նոր սերունդը եւս մեծ հետաքրքրություն ունի ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում։
Մենք կսպասենք ձեր նոր եւ գեղեցիկ ծրագրերով մեր տաղավարում խոսելու, պատմելու հեռուստադիտողին։ Պես որ շնորհակալություն։ 10 տարին արդեն մեծ ցուցանիշ է կատարած աշխատանքի համար, գնահատում ենք եւ ողջունում, մաղթում ենք ձեզ ել ավելի մեծ զարգացումներ, ինչպես նաեւ ընդգրկեք մեր երկրից դուրս գտնվող, սահմաններից դուրս գտնվող հայրենակիցներին, երեխաներին, որ սերմանվի ու տարածվի ամբողջ աշխարհով մեկ անկեղծ սրտով իրոք մաղթում ենք ձեզ, այո, ես մի անգամից դա պատկերացրի, թե ինչքան լավ կլինի ունեք, Ինչ լավ։ շատ հրաշալի է։